Բարև ձեզ։ Ես զրուցել եմ Armenia 2026 նախաձեռնության ղեկավար Նարեկ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Պարոն Մանուկյան, ինչպես գիտեք, վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները, որոնք իշխանությունը բնութագրում է որպես իրավական, ընդդիմության կողմից այլ բնորոշում է ստացել, ընդհանուր միջև համեմատություններ են իրականացնում 37 թվի հետ, խոսքը եւ Արագածոտնի թեմի առաջնորդի եւ հոգեվորականների որոշ ձերբակալությունների մասին է։ Ես տեսա, որ դուք նաեւ որոշակի գրառում եք արել պետական ապարատի միջև, համեմատություն իրականացնելով։ Դուք նախկինում աշխատել եք պետական ապարատում եւ եղել է նման բան, որ օրինակ իշխանությունից ինչ-որ մեկը հրահանգի մարդ բերել, կազմակերպել, որպեսզի օրինակ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումները կլինեն դրանք դալիճային թե փողոցային իրականացվեն օրինակ Մարտաշատ։ Բարև ձեզ, շնորհակալություն հավերի համար։ Ուրեմն ես երբեք թույլ չեմ տվել ինձ նման հարցով դիմեն, բայց այդ հարցը հռետորական է։ Եթե հռետորական է, ուրեմն դրա տակ ինչ-որ բաներ կան, եւ հարցը ուղղված է ինչպես իշխանությանը, նաեւ այն մարդկանց, ում հետ կապված նման բաներ եղել են, եւ այդ հարցը բաց հարց է։ Եթե ինչ-որ մարդիկ եղել են, որ իրենց ղեկավարի դրդմամբ կամ հորդորով կամ ուղիղ հրամանով մասնակցել են, հիմա իրանք լսում են, չէ՞, արդեն այդ բոլոր հայտարարությունները իրանք տեղեկանում են բոլոր հայտարարությունների մասին, եւ եթե թեմի առաջնորդին ձերբակալում են իր ենթականերից մեկին դրդմամբ, թեմի առաջնորդի դրդմամբ ենթականերից մեկին հանրահավաքի ուղարկելու համար բազմաթիվ պետական աշխատողներ կան եւ իրանք իրենց եզրակացությունը կանեն, ոչ թե խուսափում են պատասխանից, այլ այնպիսի հարցեր բազմաթիվ մարդկանց է վերաբերում եւ հարցը ռետորական բաց ենք թողում։ Ձեզ համար իսկապես կարծում եք, որ այդ հոգեվորականը Տեր Արամը իսկապես իրավական ճանապարհով է գնում, թե այնուամենայնիվ կա իշխանության դրդում, որ նման գործելակերպ է որդեգրել, որովհետև գիտենք համացանցում օրինակ լուսանկարներ կան, թե ինչպես է նա ջերմ զրուցում վեհապարի հետ եւ այս ամենը արդյոք կարծում եք Նիկոլ Փաշինյան օրվա իշխանությունը իրավապահ համակարգը գնում է իրավական ճանապարհով, թե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանն իրագործում է իր ծրագիրը, այն է վեհապարին ամեն գնով հեռացնել վեհարանից։ Ուրեմն երբ որ սկսվում է մի process, մի մեծ համայնք, մի մեծ միաբանություն, մեր եկեղեցու նման, որը մեր Հայաստանի պատմության, հայերի պատմության, մեր ժողովրդի պատմության մեր կարևորագույն դեր է կատարել, երբ որ երկրի ղեկավարի կողմից process-ները սկսվում են, միշտ Տեր Արամներ կգտնվեն։ Այսինքն այստեղ Տեր Արամը եզակի չի, միշտ եթե Տեր Արամը չներ, մյուսը կփոխարիներ, այսինքն այստեղ նույնիսկ էականն էլ չի, ինքը ինչ որ մեկը իրեն կանչել, սովորեցրել է, որ այս process-ներն անի։ Միգուցե ինչ որ բաներից ինքը իրականում նեղված է եղել եւ նեղվածությամբ ուղղակի հարմար առիթ է գտել, որ տարբերվի, չգիտեմ, իր խնդիրները լուծի, բայց ցանկացած միաբանության մեջ, ցանկացած համակարգի միավորի մեջ խնդիրներ միշտ լինում են։ Միշտ լինում են սխալ որոշումներ, միշտ լինում են խնդիրներ, ու այդպես պետական համակարգում չկա, բազմաթիվ են, բայց այդ միաբանությունից առավել եւ որս հոգեվոր հիմք ունի այդ ամեն ինչը, այս Տեր Արամի արարքը իհարկե ես իրան խղճում եմ հայ ժողովրդի պատմության վատագույն կերպարներից մեկը դառավ, իհարկե այնքան մեծ կերպար չի, որ շատ իրան հիշեմ, բայց ես իրան իրականում խղճում եմ։ Պարոն Մանուկյան, տեսեք, դուք եւս դիրքավորվել եք ընդդիմադիր դաշտում, ինչպես է ընդդիմադիր դաշտում գործող մի շարք ուժեր, եւ բայց բոլորդ խոսում եք հետևանքների մասին, հակազդեցություն չկա, որպեսի դիմագրավի, այն հնարավոր վտանգների մասին անդադար խոսվում է, բայց դրա հակազդեցությունը չկա, այսինքն զսպող ուժ չկա այսօր Նիկոլ Փաշինյանին, եւ դուք եւս այս պայդրությամբ կարելի ասել, որ Նիկոլ Փաշինյանին զսպող ուժ չեք։ Իհարկե ճիշտ եք, դուք այդ բազմիցս ես եւս նկատել եմ բազմաթիվ քաղաքական գործիչներ, թե ընդդիմադիր, նույնիսկ իշխանությունն է ասել, երբ որ քանի որ ընդդիմությունը այն է ինչ որ կա, ես ինչ չեմ տարանջատում, միգուցե իրենք ինձ նկատի չունեն, իհարկե իրենց ասած նախկիների նկատի ունեն, ուրեմն իրենց ձեռքերը ագին ազատ է, բայց այդ process-ները խմորվում են, առաջ են գնում, ասենք ես քաղաքականության մեջ մոտ մի քանի ամիս է, որ մտել եմ քաղաքականություն եւ մոտակայքում նախաձեռնել եմ կուսակցության, նոր կուսակցության հիմնում եւ
քայլ առ քայլ կգնանք այն process-ներին, որ իրենց կհակազդենք եւ վերջնարդյունքում կհասնենք այն արդյունքին, որը ի սկզբանե մեր դեմ ծրագրավորված դրվել է։ Որն է այդ վերջնարդյունքը, ձեր վերջնարդյունքը որն է, հեռացնել Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության, հա, լինել վարչապետ։ Այդ մի քիչ պրիմիտիվ է իրականում պատասխանը, ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ, վարչապետ դառնալու հայտ ներկայացնելուց առաջ պետք է որոշակի ժողովրդի մեջ հեղինակություն վայելես, այսինքն քեզ ճանաչելի լինես, որոշակի հարցումների ժամանակ որոշակի տոկոսներ լինի, բայց իհարկե հենց նպատակը դա է, բայց ասում արտահայտվել այս փուլում մի քիչ այդքան էլ գեղեցիկ չի, բայց վերջնարդյունքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այնպիսին լինեն, որ սպասարկեն Հայաստանի շահերը, այդ լայն իմաստով, իսկ եթե ավելի կոնկրետ ինչ ծրագրեր ունենք, ինչ նպատակներ, հստակ է մեր կուսակցության հիմնելու ժամանակ կներկայացվի եւ նախընտրական process-ներում կներկայացվի եւ ունենանք այն Հայաստանը, որը բոլորս մեր երազանքները իրականում շատ նման են իրար, որը բոլորս երազում ենք, բայց սա եւս էլի ընդհանուր խոսքեր են, իսկ ավելի կոնկրետ անվտանգային առումով ապահով երկիր ունենանք թե արտաքին անվտանգության, թե ներքին անվտանգության։ Անվտանգ չէ, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տեսեք օգոստոսի 8-ից հետո չեն կրակում, հետևաբար խաղաղություն է, այսօր եւս իր հրավիրված ճեպազրույցի ժամանակ նա շեշտեց, որ օգոստոսի 8-ից խաղաղություն է, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն է։ Դուք այլ խաղաղություն եք պատկերացնում։ Դե ինքը ինչ ասում է, վերջում հակառակն է դուրս գալիս, թող շատ չկրկնի, հանկարծ վերջումի փորձանք չլինի, բայց խաղաղությունը հետեւյալն է, խաղաղության հակառակը պատերազմն է։ Մենք եթե քարոզվում է ժողովրդին, մեր քաղաքացիներին, որ մենք այսինքն խաղաղություն քարոզում ենք, որ չունենանք պատերազմ, բայց մենք այսինքն խուսափենք պատերազմից, մենք որ պատերազմից ենք խուսափում, այդ հարցը առաջանում։ Այսինքն պատերազմները լինում են երկու տեսակ, չէ՞, ծավալապաշտական, այսինքն որ դու հարձակվող ես լինում, եւ ինքնապաշտպանական։ Մեր պատերազմները բոլորը եղել են ինքնապաշտպանական, եւ ինքնապաշտպանական պատերազմից խուսափելը, դա հստակ մեսիջ է երկիր կորցնելու։ Այսինքն տեսեք, պատկերացրեք, այն օրակարգը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է եւ իր հետևից նաեւ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ կրկնում են, իմ համար ընկալելի չի։ Մենք ինքնապաշտպանությունից ելնող պատերազմներից երբեք չպետք է խուսափենք։ Ու եթե իր ասած խաղաղության հակառակը խուսափելն է ինքնապաշտպանական պատերազմից, ես ասում եմ, որ մենք այդ դեպքում մենք պատերազմ ենք ուզում։ Այսինքն չես կարող մարդու ձեռքերը կտրես ու ինքը անտառում ապրի, ասես գիտեք գազանները խելոքացել են, ել քեզ չեն վնասի, դու հացը կբերեն կտան դու կուտես, այսինքն մարդու ձեռքերը պետք են, որ իր սնունդը հայթայթի անտառում չէ, ինքնապաշտպանվի, իսկ բանակը մեր կարևորագույն ինքնապաշտպանական էլեմենտ ասել էլ չի կարելի, կարևորագույն հենասյունն է ինքնապաշտպանական եւ բանակը իսկ պատերազմը դրա գործիքներից մեկն է։ Եթե այդ ամեն ինչից մենք հրաժարվում ենք, այդ հստակ մենք պեստը կորցնելու ենք պետությունը։ Այդ ակնհայտ է, ու ես չեմ ասել, դա գիտեք ոնց է, ցանկացած կարան գնան մարդիկ ուսումնասիրեն պատմությունը կամ միջազգային ինչ որ էքսպերտների դիմեն, ասեն, եթե մի պետություն իր ամենակարևորը իմունիտետը կորցնում ես դու։ Դու նման բան քարոզելով, այսինքն ժողովուրդը պետք է միշտ նորմալ մարդիկ բոլորը ձգտում են խաղաղության։ Իրական չես կարա, եթե դու ինչ որ հոգեկան խնդիրներ չունես, չես կարող ձգտես հակառակին, բայց ինքնապաշտպանության նպատակներով մղվող պատերազմից մենք չպետք է խուսափենք, այլ ընտրանք չունի։ Դուք ասացիք նոր կուսակցություն եք հիմնելու, որն է լինելու նրա գաղափարական հենքը, ինչու պետք է օրինակ հանրությունը, մարդիկ հավատան, որ նորաստեղծ այս կուսակցությունը իսկապես օրինակ լուծելու է այն խնդիրները, որոնք եւ արտաքին եւ ներքին ծառացած են իր առջև սկսած սոցիալականից եւ այլն, որոնք չեն կարողանում իրականացնել մյուսները։ Մենք գիտենք, որ 2018-ին, երբ որ տեղի ունեցավ այդ հայտնի իրադարձությունները, իշխանափոխությունը, հանրությունը ոգևորված էր։ Հետագայում սպասելիքները բնականաբար չարտրացան։ Դուք եւս ոգևորված եք 18-ի իրադարձություններով, եկաք Հայաստան, նաև պաշտոնի այստեղ նշանակվեցիք, հիմա ինչպես հանրությունը հավատա։ Ես գիտեմ, որ ձեր գաղափարը մենքի գաղափարն է նաև, որ ասում եք մենք պետք է միավորվենք մենքի շուրջ, որ ես չպետք է լինի կենտրոնում, հանրությունը այլևս խոստումների չի հավատում եւ սա բարձ է նաև շփումների ընթացքում, ես վստահ եմ նաև դուք եք առանձին շփումներ ունենում քաղաքացիների, ինչպես վերականգնել նաև այդ հանրային վստահությունը։ Իրականում ես ասել եմ, մի ճանապարհ կա, բազմիցս ասվել է իմ կողմից եւս մեկ անգամ կրկնենք, մարդու հիմքը մարդու անցյալն է։ Այսինքն երբ որ այն ինչ որ քեզ վստահված է եղել, այնտեղ որտեղ դու հնարավորություն ես ունելու գործելու, ինչպես ես գործել։
Այդ մի ճանապարհն է, որի հիման վրա կարաս կանխատեսումներ անես, թե չէ տեսականորեն լավ ծրագրեր ներկայացնել, Հայաստանում բազմիցս են լավ ծրագրեր ներկայացրել, բազմիցս են այդ ծրագրերը չեն իրագործել, փաստ հենց ներկա գործող իշխանությունները։ Այսինքն տեսական process-ը, տեսական ներկայացվող ծրագրերը եւ գործնականը 170 աշնանով իրարից տարբեր են լինում։ Պետք է ձգտի մեր ժողովուրդը, մեր քաղաքացին ունենա այնպիսի իշխանություն, որ նրա մոտ տեսական եւ գործնականը համընկնում է եւ ականջահաճո բառերով, ականջահաճո խոստումներից արդեն պետք է բազմիցս խաբվել ենք, պետք է այդ չլինի հիմքը։ Պետք է մի քիչ մարդ իրեն ժամանակ տրամադրի, ջանք տրամադրի եւ հստակ լսի մարդկանց ծրագրերը եւ ուսումնասիրի այդ ում բերանից այդ ամեն ինչը դուրս գալիս։ Այսինքն շատ կարևոր է ծրագիրը ով է ներկայացնում, որովհետեւ ես էլի եմ ասել, ճարտար խոսացողներ շատ կան, մեզանից շատ ավելի լավ։ Գործնական ինչ է առաջարկում մարդկանց։ Գործնական իմ խոսքերի հիմքը իմ անցյալն է, կետ համար 1։ Իսկ գործնական ինչ ենք առաջարկում, բոլոր գաղափարները պետք է լինեն ազգայինի շուրջ։ Իմ առանցքային գաղափարը այն կուսակցության, որը ստեղծվելն է, լինելու է ինքը ազգային գաղափարախոսության հիման վրա, քանի որ դրա բացատրություն էլ ունեն, քանի որ փոքր ազգերը, եթե իրենք գլոբալիստական մոտեցումների կրողներ, իրենք ուղղակի կվերանան որպես պետություն կվերանան։ Այսինքն ենք ուզենք չուզենք, եթե փոքր ազգեր ուզում են ունենալ պետություն, իրենց մոտ պետք է լինի առաջնայինը, իհարկե ասում առաջնայինը պետք չպետք է ստորադասես այլ ազգերի շահերը, բայց առաջնայինը քո համար պետք է լինի քո ազգի շահը։ Այսինքն մենք ազգային ծրագրի բոլոր մեր ծրագրերն են ազգային։ Երկրորդը իհարկե ժամանակից կյանքում չես կարա սոցիալիստական, կոմունիստական գաղափարների կրողներ լինես, ազատ շուկայական հարաբերությունների վրա է հիմնվելու ամեն ինչը, բայց այս ամեն ինչը իրականում իրագործում են մարդիկ եւ այստեղ մենքի գաղափարը հենց կայանում է նրանում, որ հայ ազգի յուրաքանչյուր լավագույն զավակներին անկախ իրենց ինչ խնդիրների, պետք է եթե ինքը ներուժ ունի խնդիրները լուծելու, պետք է միանգամից ներգրավենք այդ process-ների մեջ, ու ինքը պետք է լինենք ճկուն։ Այդ հենց նույն Նիկոլ Փաշինյանի ասած ժամանակին թայֆաբազությունը, այդ ծանոթ բարեկամը, այդ ամեն ինչը քանդում է, ու իսկ նաեւ կա մի կարևոր մոտեցում, որ երբ որ չկա հաշվետվողականություն, երբ որ չկա պատասխանատվություն, ուրեմն այդ ամեն ինչը չի կարա, խնդիրները չեն կարա լուծվել։ Իսկ առաջինը անպատասխանատու վարքագծով է դրսևորել հիմիկվա իշխանությունը, այսինքն տանուլ պատերազմում դրանից հետո եւս մեկ անգամ ժողովրդին վստահեց այդ պաշտոնը եւ ինքը ցանկացած անհաջողության դեպքում ինքը պատասխանատվություն չի կրում, ինքը բազմիցս մոտեցումներ փոխում, բայց պատասխանատվություն չի կրում։ Պատերազմից հետո վերարտադրվում է մի իշխանություն, որ ինչպես դուք եւս նշեցիք, տանուլ է տվել պատերազմը։ Սա ում խնդիրն է, հասարակության, ընդդիմության, թե իշխանության։ Բազմակոմպոնենտ է այդ խնդիրը, ուրեմն առաջինը, որ մի քիչ ուսումնասիրում ես, հասկանում ես, ուրեմն ինչքան էլ ցավոտ լինի, մեր ազգաբնակության մեծ մասի համար Արցախը այդ նշանակությունը չուներ։ Ցավոտ խոսքեր են, բայց ճիշտը պետք է ասես, այսինքն ինչ առումով նշանակություն չունի։ Այսինքն այդ կորուստը իրանց համար իրական կորուստ չէր։ Միգուցե ինչ-որ էմոցիոնալ ֆոնին կամ որոշակի ինչ-որ միջոցառումների ժամանակ համընդհանուր արտահայտություններ անեն, բայց մեծ մասի համար, մեծ մասը նախ չէր եղել Արցախում, մեծ մասի համար Արցախը այդ արժեքը չուներ, ու դա եղել է նորից նույն նախկին մեր իշխանությունների խնդիրը, որ իրանք այդ ինտեգրումը Արցախի թե ֆիզիկապես, թե հոգեպես չկարողացան կազմակերպել։ Այսինքն պետք է յուրաքանչյուր հայ, գրեթե կամ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ գոնե մի քանի անգամ Արցախում եղած լինել։ Որոշակի կապ պետք է ստեղծած լինեն։ Սյունիքում չեն եղել, պետք է Սյունիքը հանձնել։ Չէ, դե բնականաբար ոչ թե որ կապ չի ստեղծվել, ասում եք ինչն է պատճառը, որ կորուստից հետո դեռ ընտրեցին։ Ես այդ բացատրությունն եմ տալիս, ոչ թե չլինելու դեպքում պետք է հանձնես։ Շատերը նաև օրինակ վերլուծաբանները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի մրցակիցները եղել են նախկինները, որոնց եւ խաղարկում է այսօր իրար միմյանց գանձ են անվանում, հա, օրինակ իշխանությունն ասում է, որ այս ընդդիմությունը գանձ է, ընդդիմությունն ասում է, որ այս իշխանությունն է գանձ, իրենց գործելակերպով բերելու են նրան, որ 2026-ին իրենք են հաղթել, օրինակ Ռոբերտ Քոչարյանն անգամ վերլուծություններ ունի, ասում է, որ նոր խորհրդարանում ԿՊ-ն կլինի, օրինակ կլինեն իրենք, Սամվել Կարապետյանի ձևավորած ուժը, այսինքն բաժանում է տեղի ունենում եւ նորաստեղծ ուժերը, որոնք նոր մարդկանցով, նոր դեմքերով ու գաղափարներով գալու են կամ հնարավորություն է ստեղծվելու, որ իրենք գան, դուրս են մղվելու։ Բարի ջան, նախ ժամանակը ցույց կտա, թող նախորդ եթե բոլորը կարողանային կանխատեսումներով զբաղվեն, ուրեմն իրանցից ոչ մեկը ժամանակին իշխանություն չէր ստանա։ Այսինքն դա պետք է փոքր քայլերով, բազմակայել մի հատ process է, որը մենք հստակ գնում ենք մեր նպատակին։ Այսինքն իհարկե 4 ամիս առաջ ստեղծված ուժը չի կարող այս բանին, ասենք իրեն այն մարդիկ, այն ուժերը, որ բազմաթիվ ռեսուրսների են պարունակում կամ նախկինում լուրջ իշխանություն են ունեցել, իրանք իհարկե չեն կարող լուրջ ընդունել։ Նորմալ ենք մենք համարում, բայց այդ ժամանակը ցույց կտա ով ինչքան լուրջ ու ինչքանով ինչի կհասնի
կլինի եւ ով ինչքան լուրջ կդառնա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների գլոբալ առումով անուղղակի ծնունդն է։ Այսինքն եթե նախկին իշխանությունները այն վարկագիծը չդրսևորեն, որը որ դրսևորել են, որը բոլորս գիտենք, չէր ծնվի Նիկոլ Փաշինյանի տեսը, Նիկոլ Փաշինյանի նմանը, չէր գա իշխանության։ Այսինքն այնքան իրենք նորմալ մարդկանց ճանապարհը փակեցին, իշխանությունը չհանձնեցին նորմալ ճանապարհով նորմալ մարդկանց, իրենց հաղթեց նմանատիպ մեկը։ Դուք իշխանությունը հանձնել ասելով ինչ նկատի ունեք, խոսքը ընտրությունների միջոցով տեղ ունեցող զարգացումներին է վերաբերում, թե օրինակ պետք է լինի ինչպես եղավ 2018 թվականին։ Եթե դու լինելով իշխանություն միջավայր ես ստեղծում, որ քեզ կարողանա նորմալ կրթված երկրի մասին մտածող, իր քայլերով, իր անցած ճանապարհով երկրի համար պետքական մարդը փոխարինի քեզ, այդ նորմալ մարդուն հանձնելու process է։ Կարող է դու իրեն չճանաչել ուղղակիորեն, անձամբ։ Այսինքն դու այդ միջավայր իշխանությունն է, այդ միջավայր ստեղծողը եւ այդ միջավայր փչացնողը։ Եթե դու իշխանություն ես, այսինքն չես հանձնում այն մարդուն, հանձնել ասելով այդ մի քիչ ուղիղ հանձնելու չէ։ Այդ միջավայր չես ստեղծում, որ քեզանից հաջորդ իշխանությունները լինեն ազգասեր, գործանող, խնդիր լուծող ու այն մարդիկ, ովքեր շատ կարեւոր է թե ինչպես ես դու կառավարում երկիրը, բայց շատ ավելի կարեւոր է նաեւ թե ում ես քեզանից հետնորդ թողում։ Իսկ հետնորդը ժամանակից աշխարհը ոչ թե ուղիղ նշանակում են, այլ դաշտ են ստեղծում, միջավայր են ստեղծում։ Եթե դուք վարչում եք երկրի ղեկավար, ձեր ուղիղ պարտականությունը միջավայր ստեղծեք, որ առողջ ուժերը ձեզ փոխարինեն կամ երբ որ ժամանակը գան կամ առողջ ուժեր լինեն դաշտում։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է այսպես ասենք հերակա բանավեճերով, ասում են թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, այդ խոսույթն է միմյանց միջև հերակա վեճ կա։ Դուք կարծում եք սա պետք է լինի օրակարգային, թե ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Դե Նիկոլ Փաշինյանին իրականում տեսեք հասարակության մեջ հստակ կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը 26 թվականին չլինի երկրի ղեկավար։ Այդ կոնսենսուսը կար նաև 18 թվականին Սերժ Սարգսյանի հետ կապված։ Դրա համար, երբ որ չեղավ նորմալ ճանապարհով, եղավ այն ինչ որ եղավ։ Իմ կարծիքն է սա։ Նույնը կա հիմա 26 թվականին, բայց շատ երկրորդ հարցն է այդ կոնսենսուսը օգտագործել, այդ process-ները գեներացնել եւ միասնական բերել արդյունքը ստանալ։ Այսինքն ժողովրդի մեջ այդ մտքերը կան։ Այդ դժգոհությունը ես ելի եմ ասել 90% համարում եմ, որ ինքը պետքա չլինի, բայց արդյոք ընդդիմությունը կարողանա այդ ամեն ինչը գեներացնի միասնական, բերի հասցնի արդյունքի, առարկայական, այսինքն որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Այդ խնդիրը երկրորդ process-ի մեջ, տեսականը գործնականի վերածելու մեջ է խնդիրը։ Այդ միասնականությունը հավանական համարում եք հաշվի առնելով այսօրվա դաշտի պարակտվածությունը, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում չկա միասնականություն, ոչ նորաստեղծ ուժերն են մեծ հաշվով իրար հետ համագործակցում, ոչ էլ գործող դասական ընդդիմադիր ուժեր, անգամ մենք խորհրդարանական մակարդակով տեսնում ենք, որ երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը միմյանց հետ չունեն լավ հարաբերություններ, մեղմ ասած։ Խմորումներ իհարկե լինում են, նորաստեղծ ընդդիմադիր ուժերն են տարբեր հավաքներ են անցկացնում, տարբեր փորձում ենք այդ ամեն ինչը անենք, բայց այդտեղ շատ կարևոր դեր ունեն այն մարդիկ, ովքեր հեղինակություն ունեն, ովքեր հանրային կերպով, հանրապետության մասշտաբով տեսանելի գործիչներ են եղել։ Այսինքն այս մարդկանց օրինակը պետք է իրենք օրինակ ծառայեն, իրանք իրենց օրինակով ցույց տան, որ իրենց համար մենքը կարևոր է, որ միասնականությունը կարևոր է, որտեղ դեպքեր են լինում բազմաթիվ, որ ինքը իշխանություն չեկած, արդեն իշխանության վարկագիծ է դրսևորում ու այդ նույն ընդդիմադիր շրջանակների հետ ինչ որ ուրիշ հայացքով, ուրիշ դիրքերից է նայում։ Ակնհայտ է, այսինքն այստեղ շատ կարևոր է նաև Նիկոլ Փաշինյանին հանգարց չհեռացնենք ու իրան փոխարինենք այլ Նիկոլ Փաշինյանով։ Շատ կարևոր է յուրաքանչյուր դի գիտակցի, բայց գիտակցելուց առաջ եւ հետ ինչ պետք է անի, ասում պետք է իր նեղ անձնական, նեղ խմբային ամբիցիաները դնի մի կողմ եւ այդ միասնականության մասը կազմի։ Իսկ ով պետք է կազմակերպի, ես որ ասեմ ով, այդ ինձ էլ է վերաբերվում, բայց իմ մոտ ժամանակ է հարկավոր։ Մյուս նորաստեղծ ուժի համար ժամանակ է հարկավոր։ Մենք կեղծ ինչ որ պատրանքներով չենք տարապում, այդ ժամանակը պետք է գա, որպեսզի մենք կամաց այդ հեղինակությունը ստանանք, կամ պետք է ժամանակին մի հատ հանրային Հայաստանի Հանրապետության մասշտաբով ինչ որ պաշտոն զբաղեցրած լինես եւ քո արարքներով տեսանելի եղած լինես, բայց Հայաստանում կան մարդիկ, որ արել են խնդիր է բերում իր հետ, երբ որ օրինակ X պաշտոնյան, այսօր նաեւ նորից պետք է բերեմ Նիկոլ Փաշինյանի օրինակը, որ ասաց, որ իրենց ժամանակ մեկը զբաղեցել է իրենց կողմից ստեղծված կազմակերպության ղեկավար, ենթադրում եմ Նիկոլ Փաշինյանը անիվին նկատի ուներ, որի նախկին տնօրենը վերջին շրջանում քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ ասում է, որ երբ որ պաշտոնյա են, այդ ժամանակ ամեն ինչ իրենց համար լավ է, որևիցե խնդիր չեն տեսնում եւ դուրս են գալիս պաշտոնից, հետեւաբար
դառնում են ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր, ասում է շատ ժամանակ նաև քրեական գործերից խուսափելու միջոց է ըստ էության պաշտոնը, հետևաբար հանրությունն էլ կարող է դիտարկի ասել, եթե օրինակ X պաշտոնյան, խոսքը ձեր մասին չէ, ընդհանրապես 5-6 տարի Նիկոլ Փաշինյանի նշանակմամբ աշխատել է Նիկոլ Փաշինյանի պետական ապարատում, հիմա դուրս է եկել եւ քննադատում է, հետևաբար անազնիվ է։ Չէ, իրականում այդպես չի, նախ պետական ապարատը ինչ որ մեկի մենաշնորհը չի, երկրի ղեկավարը այդ նույնիսկ ծառայություն է եւ պետական համակարգը մոտավոր տարբեր գնահատականով մոտ 200,000 եւ ավել աշխատողներ ունի եւ բացարձակ դա չի ենթադրում որ տեղ աշխատելով դու իր գաղափարակից ելնես, դու քո տեղը քո աշխատանքն ես կատարում եւ սեփականաշնորհել պետական համակարգը եւ դա ասել ով այնտեղ ուրեմն իր գաղափարակիցն է կամ իրեն պարտք է, նման բան բացառվում է, չպետք է լինի, ու տես մտքերը հենց իր մոտ որ տես մտքերը առաջանում են, արդեն շատ վատ է։ Հիմա ով ինչքան է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվում, ազնիվ կամ անազնիվ, դա իր խղճի եւ իր խղճի վրա ենք թողնում եւ իր գործողությունն է։ Իհարկե մենք էլ ընդդիմադիր դաշտում արդի գիտենք, որ ակնհայտ է վաղը չեմ ասոր երբ որ մի հատ իրենց պաշտոն առաջարկեն կամ ինչ որ մի բան միանգամից իրենց գաղափարները փոխելու են, բայց դրա պատասխանը տալիս է ժողովուրդը, դա նորմալ գործընթացներ է, ոչ թե մեր համար ընկալելի կամ ընդօրինակելի, բայց բոլոր տեղերում կան, ասենք մենք չենք կարող պայքարենք բնական գործընթացների դեմ եւ այդ ընդդիմադիր լինելն է չպետք է մարդիկ սեփականաշնորհեն պատկերացնում եք, այսինքն ընդդիմադիր ասածը ինչ է նշանակում, երբ որ դու քո գաղափարներով դեմ ես այն քաղաքականությունը, որը վարում է իշխանությունը եւ նախ կարող քո կարծիքները փոխվի, այդ նորմալ է, իսկ եթե ինչ վերաբերում է կարծիք փոխելուն, իրենք բազմաթիվ անգամ են կարդինալ հարցերում իրենց կարծիքը փոխել, մեր բախտորոշ հարցերում պետության համար, ամենավերջի օրինակը այդ նույն Տրամպի ուղի են ասում, թե ինչ են ասում, բայց ակնհայտ է, թե այնտեղ մաքսային ստուգումներ չինելու, հենց այդ իրանց ասած Միջանցն է, այդ Միջանցքի համար քանի անգամ իրանց համար դա կարմիր գիծ եւ անցավ։ Այսինքն այդ չես կարող ասես, նորմալ process-ը քաղաքականության մեջ շատ հայտնի քաղաքական գործիչներ համաշխարհային մեծության իրանց նույնիսկ ուղղությունն են փոխել։ Բայց դրանից իմաստը չի փոխվում, ինքը եթե դու միակ գնահատականը քաղաքական գործիչին, ամանանդ երբ որ ինքը պաշտոն է զբաղեցնում, ինչ որ ժամանակ հնարավորություն ստացվում, իր արած գործն է։ Իրաց աշխատանքը, այդ խոսքերը բոլորը կգնան, մենք հաստատ կուզենայինք, չէ, ունենայինք մի հատ երկրի ղեկավար, որ ինքը բնավորությամբ միգուցե շատ վատ մարդ լիներ, բայց շատ լավ արդյունքներ թողածներ, այսինքն նույնիսկ անձը կարևոր չի։ Իր այսինքն տրամաբանական է, որ վատ մարդը չի կարա շատ լավ գործեր անի, բայց նույնիսկ ասում դա կարևոր չի, որտեղ բազմաթիվ անգամներ կարող լինեն, որ որպես անձ, որպես ընտանիքում կամ ինչ որ նեղ միջավայրում վատ բնավորության մեկը, բայց կարևորը լավ գործեր անի ու հաստատ ժողովուրդը կցանկանար այդ ամեն ինչը։ Դրա համար այդ կեղծ բարիերներ դնել, այտենց այդ ընդդիմադիր դաշտը մոնոպոլացնել կամ այն մյուս դաշտը մոնոպոլացնել, իսկ այդ քրեական գործերի հետ կապված Ընդհանրապես քրեական գործեր քաղաքականությունն մտավախություն, որ կքննադատեք Նիկոլ Փաշինյանին եւ ձեզ էլ կձերբակալեն, հետո կտանեն կալանավորման, հետո 2 ամսով, հետո 3 ամսով ու այդպես օրինակ մի դատավոր ձեր կալանքը անդադար կերկարաձգի։ Դե հաշվի առնելով ներկա իրողությունները ամեն ինչ կարող լինի, բայց ես նման վատ արարք չեմ արել, հակաօրինական արարք չեմ արել, ես երբ որ եղել եմ պետական պաշտոնյա բազմաթիվ են այդպես ասում։ Դե միգուցե, եթե իրականում հա, դե Հայաստանում իհարկե կան բանտարկյալներ, ես բազմից եմ ասել, հստակ բանտարկել է Սամվել Կարապետյանը, Միքայել Աճապանյանը Բաքրատ Սրբազանի հետ կապված ուղղությունները գնում են այնպես, որ դառնում է հստակ բանտարկյալ, այսինքն այն ինչ որ ասեցին, իտո արդյունքում սխալ դուրս եկավ եւ այդ Տուշոնկա շոուի ինչ որ մի հատ տարատեսակ դուրս եկավ, բայց թող դատարանը որոշի, բայց ասում կան մարդիկ, որ հստակ բանտարկյալ են հստակ այդ առումով կարա լինի, բայց ես ասել եմ ջուրը մտնելուց թրջվելուց չպետք է վախենաս եւ եթե ես մտել եմ քաղաքականություն, կարա ամեն ինչ լինի, իսկ իրականության մեջ ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել, առավել եւս պետական պաշտոն զբաղեցնելու ժամանակ բազմիցս ստուգվել է տարբեր համակարգերով, իսկ աշխատանքից դուրս գալուց առաջ հենց երկրի ղեկավարի հատուկ հանձնարարականով պետական վերահսկողական ծառայությունը 60 օր աշխատանքային ստուգում է անցկացրել, այսինքն իրական մտավախություն չունեմ, իսկ եթե խոսքերի, բառերի կամ քաղաքական դրդապատճառներով կանքը ցույց է տալիս, որ այդպես բաներ նման բաներ հնարավոր են մեր երկրում այս պահին։ Ես լավ նախարար եմ, ժամանակին ասել էր Անահիտ Ավանեսյանը, դուք աշխատել եք իր հետ, կարծում եք ինքը լավ նախարար է։ Ես եթե նկատել եք իմ բոլոր հարցազրույցների ժամանակ զերծ եմ մնում
այն համակարգից խոսել, որում ես եղել եմ, ունի մի քանի դրդապատճառ։ Գա ժամանակը իմ ներկայացված կներկայացնեմ ծրագիրը առողջապահության ոլորտի հետ կապված, բոլոր խնդիրները կներկայացնեմ եւ հստակ կներկայացնեմ նաեւ լուծումները։ Այդ ընթացքում նրա բոլոր այդ ղեկավարած տարիների հետ կապված թե խնդիրները, թե ամենացածը կներկայացնեմ։ Երկրորդ դրդապատճառը, քանի որովհետեւ նեղ լոկալ տպավորություն չստեղծի, որ դու ինչ որ մի հատ համակարգից դուրս եկած այդ համակարգը տեսնող մի մարդ ես կամ նախկին պաշտոնյա, այս բանը զերծ եմ մնում, բայց ասում հստակ այդ համակարգի եւ իր ամբողջ ղեկավար անձնակազմի մնացածի հետ կապված բոլոր թե խնդիրները, թե ամենակարևորը լուծման ճանապարհները հստակ ժամանակացույցով, միջազգային փորձով եւ հաշվարկներով ժամանակը գա կներկայացնեմ։ Պարոն Մանուկյան, երբ որ քաղաքացին, քաղաքական անհատը մուտք է գործում քաղաքականություն, որոշակի հաշվարկներ այնուամենայնիվ ունենում է, չնայած որ քաղաքականությունն ասում են հնարավորությունների արվեստ է։ Դուք օրինակ ինչ եք կարծում, ինչպիսին կլինի ձեր շարժման շանսերը եւ նաեւ ածանցվող հիմա ում հետ եք համագործակցում, ովքեր են լինելու ձեր հետ հնարավոր համագործող ուժերը եւ ում հետ եք բացառում։ Տեսեք, շարժման շանսերը եւ հաջորդ մեր փուլը ասում կուսակցություն ստեղծելն է, որը ամեն հավանականությամբ կլինի մյուս ամսվա ընթացքում հիմնադիր համագումարով։ Այդ ամեն ինչի մասին ես կարող եմ խոսալ նախընտրական ժամանակաշրջանում, որտեվ ես գիտեք, որ փուլն է, որ մարդիկ ասում են պատրաստվում ենք մասնակցենք օլիմպիադային։ Մենք դեռ մարզվում ենք։ Իրականում, երբ որ արդեն դուրս ես գալիս այդ վազքուղին, այդ ժամանակ գուցե մեծ հավանականությամբ կամ արդեն քո շանսերը տեսանելի են։ Այդ ժամանակ, երբ որ ինձ հարց տակ, ես այդ հարցին կարող եմ պատասխանել, տեսա ինչքան եմ ես իմ շանսերը գնահատում, բայց այս փուլում նամանավանդ, երբ որ ես նման մրցավազքի այդ օլիմպիադային չեմ մասնակցել կյանքում երբևէ, նախապատրաստական փուլում չեմ կարող պատասխանել, մի պարզ պատճառով, որտեվ այս պայդրությամբ իմ հանրային ընկալումը այն չափի չի, որ ես ձեզ ներկայացնեմ։ Երբ որ ավելի ընկալելի կլինի, ավելի մեր աշխատանքը կատարած կլինենք, արդեն կսկսվի մրցավազքը, այս ժամանակ իմ պատկերացումը կներկայացնեմ։ Դուք խոսեցիք Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, իրապես կարծում եք, որ այն հակազդեցության մասին դարձյալ պետք է խոսեն, որը արվում է, բավարար է նաև իրավական ճնշման առումով, քաղաքական ճնշման առումով Հայաստանի իշխանությունների վրա։ Իհարկե բավարար չի։ Ես տարբեր անգամներ առաջարկով եմ հանդես եկել, որ ամենափոքրը, ամենափոքր քաղաքական քայլը կարելի է նույնիսկ նստացույց անել։ Ասենք, երբ որ նույն իշխանությունը առավոտյան վեր կենաև տեսնի 100 հոգով նստացույց ենք մենք անում, ի աջակցություն Միքայել Աջապանյանի, խեմ շեշտադրում Միքայել Աջապյանի ամենաչեզոք մարդն է, որ ես կարծում Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ իրենց բացասական առումով ինչ որ նախ առնչություն ունեցած լինեն կամ ընդհանրապես վատ էմոցիաներ առաջացնի։ Եթե մյուսի հետ կապված իմ մոտ նման կարծիք չկա, բայց եթե մարդկանց մոտ մեկի հետ կապված ասում են այս բիզնեսն է արել մյուսին է, Միքայել Աջապյանը հոգևոր է եղել, հոգևոր առաջնորդ է եղել եւ մենակ իր խորհուրդներով եւ իր արարքներով լավն է քարոզել Հայաստանում։ Եթե մենք մեր թեմերից մեկի որ ցանկացել է իշխանությունը բռնազավթելու կոչ է արել։ Նախ կարծիք ես այդ կոչը կամարը, երբ որ ինքը կոչ աներ եկեք հավաքվեք, այս ինչ ոչ օրինական գործողություն անելու, ինքը կարծիք հայտնել, որ պետք է սենց արված լիներ։ Բոլորի մոտ են միտքը առաջացել։ Հնարավոր չի, ով էլ որ ասում է չի առաջացել, այդ ուղղակի վախենում է, չի ասում մտքով չի առաջացել։ Խի նույն հիմիկվա իշխանության մտքով չի առաջացել, մտքով չի անցել նախկին իշխանությունների հանդեպ այդ նույն մտքերը իհարկե առաջանում, բայց միտքը առաջանում գնում է։ Հենց մարդը այնքանով է տարբերվում իր գիտակից մարդը, որ մտքերը գալիս գնում են, բայց դու նման արարքների չես դիմում։ Չես էլ քարոզում, դու իհարկե մենք յուրաքանչյուրս նորմալ մարդիկ օրինականության սահմաններում ենք մնում ու քարոզում ենք օրինականություն։ Հիմա հաստատ որ Միքայել Աջապյանին հարցնես, ինքն էլ հաստատ այդ սահմանեց, ուղղակի զարմանք է առաջացել, ոնց կարա նման բաներից հետո դեռ ինչ որ մեկը չի եղել ձեռքից բռնի շպրտի կամ ինչ որ մի բան անի։ Բոլորի մոտ առաջանում են, այդ շատ են, չէ՞, օրինակը բերել Հայաստանի Երևանում, ասենք Բաքերում ամենաառավոտ կարող է ինչ որ մի հատ տղամարդկանց հավաք լինի, ամեն օր տեղ մի հատ ինչ որ բանկի ինչ որ գողություն ծրագրավորեն, բայց իրանցից ոչ մեկն այդ ամեն ինչը չի անում։ Ուղղակի այդ խոսքը ասել են կամ զարմացել են, այ ասում խնդիր կլներ, երբ որ ինքը հավաքեր խումբ, առաջնորդեր, ասեր, կազմակերպեր, բայց նույնիսկ եթե մեր գրված օրենքների հետ նույնիսկ իր կոչը, այդ ասածը համարվում է կոչ եւ խնդիր է տեսնում, ինքը անհամաչափ է պատիժը։ Միանշանակ անհամաչափ է։ Դա բոլորը գիտեն, չէ՞։ Հենց նույն իշխանական թևն էլ է ինքը հասկանում, որ դա անհամաչափ պատիժ է։
Իսկ այդ կարելիներ դու բազմից ասենք, դու գանքի, չգիտեմ, հանրային խոսքից զրկելու տարբեր պատճառներ, տարբեր մի հատ ինչ որ պատիժներ կարելներ, բայց ոչ երկե կալանք։ Դա բոլորի մոտ արդեն ծիծաղ առաջացնում է, հստակ քաղաքական բանտար կլինի։ Ինչ անել այսօրվա խնդիրներին դիմակայելու համար։ Միավորվել, ամբիցիաներ դնել մյուս կողմին, հավատալ մարդու ուժին, հավատալ մարդու ներուժին եւ տեսականորեն միայն չհավատալ, գործնական են նույն այն մարդիկ, ովքեր իրենց համարում են ընդդիմության առաջնորդներ, ընդդիմության մեջ իրենց առաջատար լոկոմոտիվի դեր են տեսնում, իրանք պետք է այդ ընդդիմությունը կարողանան հավաքեն։ Ես չեմ ասում ես գնամ կմիավորվեմ, այդ ուրիշ հարց է, բայց այդքան շնորհք ունեն, կարան գնանք, տեսնենք, հանդիպենք, ես նույնիսկ իրենց կողմից այդ ամեն ինչ չես նկատում։ Ու այս այն չի, որ իմ դեպքում դե բացառվում է, որ ուզում ես ինչ-որ միտեղ գնաս, որ ապագայում ինչ-որ մի պաշտոն լինի, մարդկանց ոչ, մեծ մասը նման է, բայց նույնիսկ այդ մարդիկ այդ իրենց լոկոմոտիվի տեղ դրած ուժերը, իրենց իհարկե այդ համախմբողի դերը պետք է վերցնեն իրենց վրա։ Ես օրինակ, երբ որ ես ինձ ապագայում տեսնում այդ լոկոմոտիվի դերում, առաջնային հերթին ինձ տեսնում համախմբողի դերում։ Այսինքն կուռ իշխանությանը, իսկ իրանք իրականում կուռ են, այդ քաղաքական թևը մանավանդ շատ կուռ է իշխանության։ Գումարած այդ ուժայինները, կարաս հաղթես միայն կուռ ընդդիմությամբ։ Ու յուրաքանչյուր ներուժը օգտագործելով։ Մենակ քաղ տեխնոլոգիաներով, ուրեմն չես կարա իրականում դիլի բովանդակություն, այդ բովանդակությունը քաղ տեխնոլոգիայով կարաս մի քիչ գույները փոխես, մի քիչ ավելի հասանելի դարձնես մարդկանց, բայց ուղղակի քաղ տեխնոլոգիայով իշխանություն վերցնելը իմ համար իրականում չի լինի այդ։ Պարոն Մանուկյան, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը դավաճան է, թե ոչ։ Ես Փարալեկ ջան, տարբեր ժամանակներ տարբեր մտքեր եմ ունեցել դրա հետ կապված։ Դավադրությունների տեսությանը չեմ հավատացել եւ համարել եմ հավանականությանը շատ քիչ, որ ինքը ուղիղ լրտես է, ինչ որ ծրագրավորված եկել է երկիրը քանդելու, բայց ժամանակ արժանակ արարքներ ալում, ասում ես միգուցե կարող դու սխալվել ես։ Բայց այնուամենայնիվ մտածում եմ բազմաթիվ քայլեր է արել, որոնք դավաճանական են։ Այսինքն արդյունքի տեսանկյունից նույնն է։ Հիմա ես պայմանավորված, ասենք, Ադրբեջանի լրտեսը լինեի, գայիս տեղ անեի, թե ինքը ուղղակի իր մտքից է արել, վախեցած է արել, պարտվել է, ուրիշ տարբերակ չի ունեցել, այդ մի ուղին է ունեցել, բայց արդյունքը նույնն է, չէ՞։ Ասում քիչ հավանական եմ համարում ուղի լրտեսությունը, բայց երկրորդն է կա նաև ազդեցության, չէ՞, գործակալներ։ Այսինքն ինքը ազդեցություն է տարածում ադրբեջանական, թուրքական, մենք ադրբեջանական, թուրքականները ոչ թե համարում ենք իրանք են մեծ թշնամի համարում, իրանք արարքներով են դարել իրանք մեր թշնամին։ Եվ այդ թեզերը պաշտպանելը եւ այդ ու իրանք մոտ ծրագրային մակարդակով է դրված այդ Ադրբեջանի մոտ Հայաստանի չլինելը մենակ խոսելով չի։ Ծրագիր է մշակված, հստակ եմ ձեզ ասում, հստակ բոլորը թող իմանան։ Ու երբ որ դու այսօր խուսափում ես պատերազմից, ինչ որ տենց ինչ որ բաներ տալով, խաղաղության թեզեր տարածելով, դու կամ երկու ճանապարհ կա, կամ մի հատ մեծ պատերազմ քո հաջորդ սերունդի համար է լինելու, կամ քո հաջորդ սերունդը ուրիշի բանակում պատերազմելու է։ Օրինակ, եթե դուք գաք իշխանության, ինչ կանեք օգոստոսի 8-ի, նոյեմբերի 9-ի փաստաթղթերի հետ։ Հստակ միանշանակ չեղարկել ենք, ով որ, տեսեք ես ասում եմ օգոստոսի 8-ի փաստաթուղթը չի չեղարկելու, Ամերիկային չի կարելի մերժել, չգիտեմ, շես տարբեր թեզեր են ասում։ Ես ասում, այս ընդդիմադիրների ասած թեզեր են շատ, չեմ ուզում իրանց հակառակ ասել, մի պարզ պատճառ, որ ընդդիմության մեջ այդ սեպը չլինի, որ իշխանության ջրաղացին ջուր չլցենք, բայց հստակ պետքա չեղարկվի։ Ասենք ով ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրած ստորագրությանը նախ ինչ որ ոչ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, պետք է մեզ եթե մեր շահերին դեմ է, տեսեք ինչ պետություններ, այն պետությունը, որ այն ընդդիմադիրները, այն պետությունը, որ մտքերով է շարժվում, որ պետք է վայ Ամերիկային չմերժենք, վայ Ադրբեջանը կարա հարձակվի, ինքը գոյություն չունենալու ժողովուրդ։ Ոչ մեկին հաճելի չի, ես պատերազմի չեմ դրթում, բայց մենք պետք է պատերազմի պատրաստ լինենք մեր բանակով, մեր ներքին ամեն ինչով, մեր ներքին համախմբվածությամբ։ Եվ միանշանակ պետքա չեղարկվի, որովհետև մեր ազգին, մեր պետությանը ոչ օգուտ գործարք է եղել։ Հետո դրա միակ օգտատերը, իրական օգտատերը ոչ մեկ էլ չի եղել բացի Ադրբեջանից։ Այդ փոքր քայլերի ճանապարհով ինքը վերցնելու է այդ ճանապարհը, լեգիտիմ հիմք է ստեղծում, ըստ իրեն լեգիտիմ, որ աղաչումիսօրը երբ որ ինչ որ ուժային գործողություն տեղ անի, միջազգային հանրության ներկայացնի, որ տեսեք ինքը մերժեցին, այս չարեցին, մենք էլ դրա համար ուժային գործողության դիմեցինք, վերցրեցինք էս։ Բայց մեր ինքնիշխան տարածքն է։ Ի ոնց կարող ասենք, իսկ իրանք պետք է նախ բազմաթիվ հարցերու մեզանից լավ չասեմ ներողություն խնդրեն, գոնե պետք է իրենք ձեռք մեկնեն, իրենք են չէ հաղթողը։ Իրենք այդ առաջինը
որ մեր հասարակությունը մենք յուրաքանչյուրս հասկանանք, որ իրենք ուզում են մեր այդ բարեկամություն անեն կամ գոնե լավ հարևանություն, այլ ոչ թե ծավալապաշտական մտքեր ունեն, որ մեր երկիրը վերացնելու։ Իսկ իրենք հստակ ծավալապաշտական մտքեր ունեն, իսկ Նիկոլ Փաշինյանի միակ թեզը ասել եմ ես էլի, կարող լինել խաղաղությունը, որտեղ մնացած բոլոր տեղերը ինքը պարտվել է, եւ այդ ծավալապետ ինքը ուղղակի այդ ամեն ինչը ներկայացնում է խաղաղության թեզի տակ, ուրիշ բանը չի կարող անի, ինքը չի գասի պատերազմ։ Պարզը չէ, պատերազմ ինքը պարտվել է, քանի հատ լինի, այդքան կպարտվի։ Ինքը այդ չի կարող ասի։ Ինքը ընտրություն չի իր մոտ խաղաղությունը վերջի շանսն է։ Իսկ մեր պետության համար մեր պետության կորուստ է իր ասած խաղաղությունը ու դրա համար տնտիմադիրները պետք է մետրանց թեզերը վերանայեն այդ վախերից պատճառով իրանք ինչ են եղել տեսնեն տրենդը ինչն է որ այս պահին մեր ժողովուրդը քանի որ վախեցած է քանի որ 34-35 տարում ինչ կա ներդրեցին կորցրեցինք պատերազմին չի ուզում չի հավատում մտածում է պատերազմ կլինի կպարտվենք այդ ամեն ինչ հետո ժողովրդի մոտ եթե դու ասես խաղաղություն չեմ ուզում ձայն չեմ ստանա Իրանք էլ կրկնում են Նիկոլի թեզը։ Իսկ Նիկոլի թեզերը կրկնելով դու ինքն ընդ հաղթողը Նիկոլն է, ձեզ հաղթելու է։ Վստահ ասում եմ, այսինքն եթե դու խաղաղության թեզով գնաս, դու պարտվելու ես։ Այդ իր ասած խաղաղության։ Պարոն Մանուկյան, եզրափակելով 1 տարուց քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին։ Ձեր կարծիքով որտեղ կլինի այդ ժամանակ Արմենիա 2026 շարժումը ձեր գլխավորությամբ եւ որտեղ կլինի Նիկոլ Փաշինյանը։ 1 տարուց ընտրություններից հետո։ Ուսով եմ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր արարքների համար օրենքի շրջանակներում պատասխան կտա։ Ու ես էլի եմ ասում, մի անգամ եմ ասում, ինքը պիտի շատ ուզենա, որ երկրի հաջորդ ղեկավարը, անձնահեկավարները լինեն այդպես մարդիկ, որպեսզի ինքը օրենքի շրջանակներում պատասխան տա, որտեղ կարան լինել այնպիսի մարդիկ, որոնց դեպքում ինքը ուրիշ ձև պատասխան տա։ Իսկ ինքը պատասխան տալու շատ բան ունի։ Իսկ շարժումը Ես հուսով եմ, որ մեր գաղափարները ամենակիչը, ես այս պայդրությամբ եմ ասում, որպեսզի մեծախոսություն չլինի, ամենակիչը երկրի ղեկավարեն մեր գաղափարների տեր մարդիկ, իսկ եթե Աստված հաջողի մեր բոլոր նպատակները ծրագրերը կարողանանք հասցնենք մարդկանց, հավատացնենք մեր ուժը, մեր ներուժը, մեր անկեղծ լինելը, ուրեմն այդ երկրի ղեկավարությունը հուսով եմ մենք կլինենք, բայց ասում ամենակիչը թող լինեն այս գաղափարը կրող մարդիկ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եմ Արմենիա 2026 նախաձեռնության ղեկավար Նարեկ Մանուկյանի հետ կհանդիպենք։